Սեդա Ծատուրյան, Արդար բաժինը։ Լինում է չի լինում, մի հարուստ մարդ է լինում։ Ունենում է երկու որդի, մեկը խելոք, մյուսը չար։ Օրերից մի օր այս մարդը հիվանդանում է եւ մահանում։ Հորմահից հետո մեծ եղբայրը, որը չարն էր, ասում է, թե ուզում է բաժանվել փոքր եղբորից ու որ եղբայրը տանից պետք է հեռանա, իր հետ ոչինչ չվերցնելով։ Փոքր եղբայրը սկսում է գանգատվել ու աղաչել, որ գոնե իր բաժին ունեցվածքը վերցնի իր հետ հեռանալիս։ Ախր երկուսս էլ մի մոր ու հոր որդիներ ենք, ես էլ իմ բաժինն ունեմ, ասում է փոքր եղբայրը։ Քո բաժինը այն էր, որ այսքան տարի ապրել ես այս տանիքի տակ, ընտանիք ես ստեղծել ու բոլորով օգտվել եք եղած բարիքներից։ Հիմա արդեն ես եմ տան մեծը, եւ այս ամենը ինձ է պատկանում, սառնասրտորեն պատասխանում է եղբայրը։ Փոքր եղբայրը շատ չի համառում, վերցնում է իր կնոջը երեխաներին եւ հեռանում է։ Ճանապարհին մտածում է. Աստված մեծ է, միշտ էլ մի դուռ բացում է արդարների առջև, թե Աստված ինձ արդար ու արժանի համարեց իր ողորմությանը, ապա ամեն դժվարություն էլ հաղթահարելի կլինի։ Շուտով մի փոքրիկ կացարան են գտնում իրենց համար։ Կինը կարուձև էր անում, իսկ ամուսինը, քանի որ ուսումնարան էր գնացել, հաշվապայր աշխատում։ Չնայած դժվարություններին, նրանք հաշտ ու սիրով էին ապրում, բայց այս ամենը մեծ եղբոր ու կնոջ սրտով չէր, քանի որ ամբողջ գյուղը հենց այն էր ասում, թե ինչ աշխատասեր ու խելացի ընտանիք է եղբոր ընտանիքը, ու ինչ ագահ ու նախանձ մարդ է ինքը, որ եղբորը դուրս հանեց տանից։ Որքան եղբորը բարի համբավը շատանում էր, այնքան իր անունն էր սևանում։ Ու չար եղբայրը ու իր կինը որոշեցին մի բան անել եղբոր գլխին, որ անհաջողությունների մատնվի։ Մի օր չար եղբայրը փոքրին կանչեց իր տուն, մի ճոխ սեղան գցեց ու այնքան խմացրեց, որ հաջորդ օրը չկարողանա գործի գնալ, այն հույսով, որ գործատուն կբարկանա ու գործից կհանի։ Սակայն նա թե մի օր բացակայել լինում էր, հաջորդ օրը 2 օրվա աշխատանք էր անում, ու իր գործատուն միշտ գոհ էր մնում իր բարեխիղճ աշխատանքի համար։ Մի օր էլ չար եղբայրը ու իր կինը մտածում են այնպես անել, որ կռիվ սարքեն խելոք եղբոր տանը ու ամուսիններին բաժանեն իրարից։ Սակայն որքան էլ չարը խոսեցին, չստացվեց նրանց տանը կռիվ գցել, քանի որ ամուսինները վստահում են միմյանց։ Վերջը, որ էլ ճար չի ունենում, չար եղբայրը որոշում է եղբորը ուղարկել մի հեռու քարանձավ, որտեղ ինչպես ինքն էր լսել, ապրում էին գազաններ, ու այնտեղ էլ գազանների բաժին կլիներ եղբայրը։ Գալիս է եղբոր մոտ, թե բարև փոքր եղբայր, ո՞նց ես, գործերդ ո՞նց են։ Բարև, Աստծո հազար բարին, մեծ եղբայր, լավ եմ, ծայրը ծայրին հասցնում ենք, էլի բան է։ Բա այդպես ո՞նց կլինի եղբայր ջան, ինչի պիտի հազիվ գոյությունդ պահպանես, դու էլ ես մեղք, ընտանիքդ էլ։ Եղածով էլ գոհ եմ եղբայր, կարևորը իրար տեսնենք ողջ ու առողջ, մնացածը կլինի։ Քեզ պես լավ մարդը պետք է լավ ապրի։ Բա քո երեխաներին ով պիտի լավ ուսման տա։ Բա քեզ այդքան սիրող կինդ ինչի պիտի նեղություն կրելով ապրի։ Արի դու իմ խորհուրդը լսի։ Ես մի տեղ գիտեմ, որտեղ հարստություն կա պահված։ Ինքս մեծ կարողության տեր եմ, թող դա էլ քո բաժինը լինի։ Թե կուզես, ասեմ տեղը գնա բեր։ Վայելի։ Սկսում է համոզել չար եղբայրը։ Իրոք։ Իրոք։ Որ այդպես է, կգնամ։ Որտեղ է։ Այսինչ սարի հետևում կա այսինչ քարանձավ, այդտեղ էլ կգտնես քո բաժինը, հարստությունը։ Փոքր եղբայրը գալիս է տուն, ասում է կնոջը ու չնայած կնոջ սրտով չէր, բայց եղբայր խորհուրդն էլ գտնով չէր ուզում տալ, այնպես որ հաջորդ օրը հրաժեշտ է տալիս բոլորին ու ճանապարհ են գնում։ Գնում, հասնում է եղբոր ասած քարանձավը, հանկարծ ինչ-որ ձայներ է լսում ու թաքնվում է։ Մեկ էլ իր թաքստոցից տեսնում է, որ մուկը, գայլն ու արջը հավաքվել են ու մուկը բողոքում է, թե մի հսկա, կարասկա, բնանս դիմաց, ոսկով մարգարիտով լիքը, որը խանգարում է իմ ելքը մուտքին, եւ անգամ մի մարդ չկա, որ գա տանի ու ազատի ինձ այդ հոգսից։ Մուկ եղբայր, փսփսալով ու քմծիծաղով ասում է գայլը, թե որ այդ մարդը հանդիպի, մի կես բերան ձայն հանի։ Արդեն վաղուց է, որ մեր արջ եղբոր հետ մի լավ չենք ճաշել։ Այսպես մի որոշ ժամանակ անց, երբ ընկերներով մի լավ բողոքում են իրենց խնդիրներից ու հեռանում, մարդը դուրս է գալիս ու գնում է ուղիղ մկան բնան մոտ։ Տեսնում է իրոք, որ մի մեծ կարաս կա։ Միշտ էր ասում իմ եղբայրը, չնայած որ ժամանակին ինձ զրկել էր ունեցվածքից,
Նա իր մեջ միշտ էլ իմ բարօրությունն է ցանկացել։ Կվերցնեմ այնքան, ինչքան ինձ հարկավոր է, ու մկանն էլ լավություն կանեմ, կարասը բնից այն կողմ կտանեմ, որ խեղճն էլ չնեղվի։ Այսպես ինքն իրեն մտածում է եւ իր հասանելիքը վերցնում ու գալիս է տուն։ Մի 2 օր հետո գալիս է եղբոր տուն նվերներով, որ շնորհակալություն հայտնի իր բարի խորհրդի համար։ Չար եղբայրը մնում էր զարմացած, իմանալով, որ շատ ոսկին ու մարգարիտները դեռ մնացել են քարանձավում, հենց այդ օրը շտապում է հասնել ու տիրանալ դրանց։ Երբ տեղ է հասնում, ձայներ է լսում ու եղբոր նման թաքնվում է։ Գալիս են Գայլը, Արջը եւ Մուկը, հավաքվում։ Մուկը այս անգամ սկսում է գոհունակությամբ խոսել։ Բա չիմացաք, ընկերներ, այն կարասը, որ ինձ խանգարում էր ելումուտ անելու համար, հիմա արդեն մի հրաշքով տեղից շարժվել է ու էլ չի խանգարում ինձ։ Գայլը մտածում է ու ասում. Իսկ միջից պակասել է ոսկին ու մարգարիտը։ Այո, պատասխանում է Մուկը։ Մուկ եղբայր, կարծես անցած անգամ արածս կատակը իրականություն է դարձել։ Դա ոչ թե հրաշք է, այլ հաստատ մարդու ձեռքի գործ է։ Միայն նրանք են այնքան սիրում ոսկին ու մարգարիտը, որ գազաներով լի քարանձավ էլ կմտնեն։ Եթե այդպես է, դա հիմա էլ այստեղ կլինի։ Դրան պիտի շուտ գտնենք ու վերջը տանք, քանի չի գնացել իմաստվել ընկերներին ոսկու տեղը։ Իսկ եթե դրանք շատով եկան, մեզ մեր քարանձավից դուրս կքշեն կամ էլ կսպանեն, ասում է Արջը։ Ման են գալիս, գտնում չար եղբորը ու վերջը տալիս են։ Շատ ժամանակ է անցնում, ու քանի որ եղբայրը չի գալիս, խելոքը հասկանում է, որ գազանի բաժին է դարձել։ Շատ է դարդանում, բայց արդեն ոչնչով օգնել չէր կարող։ Փոքր եղբայրը այդուհետ իր ընտանիքի հետ միասին ապրում է հանգիստ եւ երջանիկ կյանքով։ Իսկ չար եղբոր կինը այդպես նախանձով էլ մնում է, որը միշտ տանջում է իրեն։ Ու արդար է, ամեն մեկը ստանում է իր բաժինը։